ու արդեն այդ պարապած զինվորները ինչքան է պարապած ելնեն, ճիշտ է, էլի չէին կարա 1500 հոգու դեմ 33 հոգին, ուղղակի իրանց զինամթերքը չէր հերիքի։ Նշեմ, որ ամեն մեկը իր հետ 42-ից 45 կիլոգրամ բեռա ունեցել։ Էդի փոքրամարմին վիետնամցիները, որոնց երևի քաշը մինչև 60 կիլո է, թե շատ լուրջ է։ Շատ ալպինիստական նաև 9 օր քայլել են մինչև հասնեն։ Պլյուս ալպինիստական բաներ են, սնարիժենիա, որպեսզի կանանեն ժայռամագլցման, ասենք, բաներ անեն, գործողություններ անեն։ Բաժանվելով երկու մասի, ամեն խումբն էլ այդ երկուսն է բաժանվել է մի խումբը հրամանատարի կողմից այդ անունը կարդան Չյոնգմուկը, չնայած իմաստ չկա անունը կարդալու, բաժանվել է 5 ենթախմբի է բաժանել, որոնք պետք է տարածքում եղել է քնելու տեղ, քարտեզով էդ էլ կարանք ցույց տանք, քնելու տեղը, աշխատանքային վայրը, լակատռը, գեներատորները, կապի կենտրոնը, մի խոսքով ամեն մեկին ինչ-որ խնդիր է տրված եղել, իսկ երկրորդ խումբը պետք է զսպեր թայլանդցիներին ու երբ որ քրակային ապահովում լիներ, երբ որ հրետանային հարվածը լինում է, բախտները բերում է անօգուտ չի անցնում, բացի այն որ թաքցնում էր մոտենալը, նաև 105 մմ-անոց հաուբից է լինում, որը վարի է գնում այդ հարվածի ժամանակ։ Բանը հրետանիը աշխատում էին թայլանդցի վարձկանները։ Հա, այդ վարձկաններին կարողանում են փաստացի 18 հոգով մոտավոր 300 հոգու կանգնացնում են, ու կաղա այդ 300-ից ինչ-որ հաստատ ինչ-որ մաս իջել էր գնդին դիմավորել։ Ինչքան ասենք, չէ, նույնիսկ հետի կապ չունի, նույնիսկ եթե իրանք սաղ վերև էին հելնում, այդ ժայռը դժվարա մատչելի ա եղել ոչ միայն սպեցնազի համար, այլ նաև պաշտպանողների համար։ Էդի նշանակում է, եթե գագաթից մի քիչ ներքև ես իջել ինչ-որ հարց լուծելու, հետո վերև հելնելը 2-3 վիետնամցի, եթե ասենք մի քիչ 2 հատ կլոր սարք ունեն ու մետաղիցը, կարում են կայնացնեն հարյուրներով մարդկանց։